Մեծ տարածաշրջանի մյուս թեմաների մասին Իրանը աննախադեպ հարձակում է սկսել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա։ Առաջ անօդաչու թռչող սարքերով իրանական օդուժը Բահրեյնում հարվածել է Միացյալ Նահանգների ավիաբազային։ Թիրախում է եղել էլեկտրագեներատորներ, նավագնացության համակարգերը, վարչական և օժանդակ շենքեր, Հեղափոխության պահապանների կորպուսը, կործանիչների անգարներ, արբանյակային կապի համակարգեր և սարքավորումներով համալրված ամերիկյան պահեստներ է խոցել Քուվեյթի Ահմեդ Ալ-Ջաբեր բազայում։ Ըստ Թեհրանի, բազան Միացյալ Նահանգների ուժերի լոգիստիկ աջակցության կարևոր հանգույցներից է ու առանցքային նշանակություն ունի ամերիկյան հետախուզության համար։ Զանգվածային հարվածներ են հասցրել նաև Իրաքյան Քուրդիստանին։ Ըստ Իրանի զինուժի ահաբեկիչների բազաներին։ Կանխարգելիչ հարվածները ըստ Հեղափոխության պահապանների կորպուսի հիմնված են եղել հետախուզական այն տվյալների վրա, ըստ որոնց Միացյալ Նահանգները քրդական խմբավորումներին պատրաստում են Իրանի տարածք ներխուժելու համար։ Թեման կքննարկենք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Թերեզա։ Բահրեյնում, Քուվեյթում ու Մերձավոր Արևելյան մյուս երկրներում ամերիկյան բազաները թիրախավորելով ինչ խնդիր է լուծում Իրանը։ Թերեզա, Իրանը կանխատեսելով ԱՄՆ կողմից նոր հարձակումների վտանգը կանխարգելիչ գործողություններ է կատարում։ Պատահական չէ, որ թիրախում Միացյալ Նահանգների զինուժի համար ռազմավարական նշանակության օբյեկտներ են։ Իրանն ըստ էության այդ հարվածներով նվազեցնում է Միացյալ Նահանգների ռազմական հնարավորությունները Մերձավոր Արևելքում։ Սաթենիկ, հատկանշական է Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ Իրանի զանգվածային հարձակումներ, այս ուղղությամբ ինչու է անհանգստանում Թեհրանը։ Գաղտնիք չէ, որ գերտերությունների համար տարածաշրջանային իրադարձությունների ընթացքում ամենախոշոր խաղաթուղթը հենց քրդերն են եղել, եւ հաշվի առնելով Իրաքի տարածքից Իրան քրդական տարի ներթափանցման ռիսկը, իրանական զինված ուժերը ըստ իրենց կանխարգելիչ գործողություններ են իրականացնում, հարվածելով քրդական ընդդիմադիր խմբերին։ Էրբիլի խոշոր լրատվամիջոցներից Ռուդաու անկախ լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը, ըստ որի Իրանն այսօր երկու անօդաչու թռչող սարքով հարվածել է այդ կուսակցության Քոյա քաղաքում գտնվող շտաբին։ Այս շաբաթ դա շտաբին հասցված 4-րդ հարվածն է եղել։ Քրդական մեկ այլ ընդդիմադիր ուժ, իրանական Քրդստանի Խաբաթ կազմակերպությունը եւս հայտնել է Էրբիլի հարավարևմուտքում գտնվող իր բազայի վրա դրոնային հարձակման մասին։ Սաթենիկ, հավանական է, որ Իրաքը դառնա պլացդարմ Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու նպատակով Նեթանյահուի այցից հետո Միացյալ Նահանգներ կարծես թե արևմտյան մամուլը սկսել է նորից շրջանառել այդ օպերացիայի հավանականությունը։ Հավանական է, այսօր հենց Թելեգրաֆ պարբերականն է անդրադարձել Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու Վաշինգտոնի եւ Թել Ավիվի մտադրության մասին։ Ըստ պարբերականի, ամենայն հավանականությամբ Թրամփն ու Նեթանյահուն երեքշաբթի Սպիտակ տանը քննարկել են Իրանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու եւ հենց ցամաքային ներխուժում իրականացնելու հարցը։ Կարծիք է հնչում, որ կամ Իրաքի կամ Պակիստանի տարածքից է դա հնարավոր անել։ Թերեզա, ամենայն հավանականությամբ Իրաքյան Քրդստանի անջատողական խմբերի վրա Իրանի հարձակումը Իրաքի տարածքից Միացյալ Նահանգներ Իսրայել ցամաքային ներխուժումը կանխելու փորձ է եղել։ Իդեպ Իրանն անհանգստություն ունի, որ ԱՄՆ-ի նոր գործողություններում կարող է ներքաշել այլ երկրների։ Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Բեզմերի ավիաբազայում ժամանակավորապես տեղակայելու որոշմանը։ Երեկ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի իր պաշտոնակցի հետ եւ կոչ արել վերանայել այդ որոշումը եւ թույլ չտալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նույն կոչով նա դիմել է նաև Կիպրոսին։ Բուլղարիայի եւ Կիպրոսի արտգործնախարարները վստահեցրել են Արաքչիին, որ չեն ներքաշվի Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Շնորհակալ եմ, Սաթենիկ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, տաղավարում Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանն էր։